Ապրիլի 1-ին ուժի մեջ մտան երկու փոփոխություններ օտարերկրացի երեխաների ՌԴ-ում դպրոցում սովորելու համար այլևս անհրաժեշտ է ռուսերենից անպայման քննություն հանձնել եւ անցողիկ շեմը չհաղթահարած երեխաները ուղղակի չեն կարող սովորել դպրոցում Ինչպես նաև կստուգվի երեխայի ծնողների եւ երեխայի Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականությունը Ես այստեղ ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել բոլոր այն մեր հայրենակիցների, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ընտանիքներով եւ որոնց երեխաները այս պահին էլ սովորում են դպրոցներում Ճիշտ է, մինչ այդ էլ արդեն սկսել էին արդեն իսկ փետրվարի 5-ից ստուգել արդյոք երեխաները օրինական են գտնվում Ռուսաստանի Դաշնությունում, բայց պետք է հաշվի առնել, որ սկսած ապրիլի 1-ից խիստ ստուգումներ են լինելու Ռուսաստանի Դաշնության բոլոր դպրոցներում, որ եթե երեխաները օրինակ գրանցումը իրենց կեղծ է կամ գրանցման ժամկետը լրացել է, ապա պատժվելու են նաև ծնողները եւ եթե նույնիսկ ծնողը օրինական է գտնվում, ապա հնարավոր է նաև նրա օրինական գտնվելը չեղարկվի եւ հնարավոր է նաև արտաքսում լինի ծնողների եւ երեխաների Այս փուլում այն հայ միգրանտները, որոնք գտնվում են Ռուսաստանում, ինչ ունեն անելու, թե իրենց փաստաթղթերը կարգի բերելու առումով, թե երեխաներին պատրաստում են դպրոց տեղավորել, միգուցե նոր են տեղափոխվել, ինչ ընթացակարգ է սպասվում Առաջինը ոչ մի պարագայում կեղծ ռեգիստրացիա չգնել Կեղծ ռեգիստրացիան ուղիղ տանելու է դեպի քրեական դաշտ Եվ եթե չդատեն, ապա միանշանակ արտաքսելու են Ես ուղղակի խնդրում եմ կեղծ ռեգիստրացիաներ մի գնեք Իրական ռեգիստրացիա արեք ձեր բնակության վայրում, ձեր երեխաներին նույնպես Հաջորդը անպայման մինչև Ռուսաստանի Դաշնություն մեկնելը երեխաների հետ պարապեք, տվեք պարապելու ռուսաց լեզու, եթե պատրաստում եք, որ ձեր երեխան պետք է դպրոցում սովորի, որովհետև հարցերի 90%-ին պետք է երեխաները ճիշտ պատասխանեն։ Այլապես չեն կարող հաղթահարել անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը հենց 90%-ն է։ Առաջին դասարանցիները պետք է տրված 10 հարցից 9-ին ճիշտ պատասխանեն, 2-ից 5-րդ դասարանցիները 20 հարցից 18-ին առնվազն պետք է ճիշտ պատասխանեն, 6-ից 9-րդ դասարանցիները 22-ից 20 հարցին պետք է ճիշտ պատասխանեն եւ 10-ից 11-րդ դասարանցիները 24-ից 22 հարցին պետք է ճիշտ պատասխանեն։ Այսինքն շատ պատրաստված պետք է գնալ եւ արդեն իսկ նաեւ նշանակվել են այն վայրերն ու այն հանձնաժողովները, որոնք երեխաներից վերցնելու են այդ քննությունները։ Այլապես ձեր երեխաները որևէ պարագայում չեն կարող սովորել Ռուսաստանի Դաշնության դպրոցներում։ Իսկ այն երեխաները, որոնք արդեն իսկ դպրոց հաճախում են, իրենց հետ կապված ինչ-որ կարգավորումներ կան, նշեցիք կարծես, որ նույնիսկ եթե դպրոցում սովորում է երեխան, ծնողների փաստաթղթերի օրինականությունն է, հա, ստուգելու։ Առայժմ սովորող երեխաները քննություն տալու են, թե ոչ որևէ բան դեռ հայտնի չէ, բայց փաստաթղթերի առումով այո ստուգելու են բոլորին, այդ թվում նաև այս պահին դպրոցում սովորողներին, եւ մենք ցավոք արդեն ունեցել ենք դեպքեր, երբ դպրոցում ստուգում անցկացնելիս պարզվել է, որ երեխան կամ չունի միգրացիոն հաշվառում, այսինքն ռեգիստրացիա կամ կեղծ է փաստաթուղթը, եւ ծնողների հետ միասին տարել են երեխաներին օտարերկրացիների պահման վայր, կամ ինչպես մեր հարգելի Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են ասում սպեցպրիոմնիկ եւ այնտեղից արդեն արտաքսել են իրենց չնայած որ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ երեխաներին իրավունք չունեն տանելու այդ հաստատությունը բայց միևնույն է տանում են եւ որpիսի այս խնդրի առաջ չկանգնեք պարզապես մի գնեք ձեր երեխաների համար կեղծ ռեգիստրացիա կամ ժամկետի մեջ երկարացրեք նրանց գտնվելը Ինչպես կարելի է դա անել եթե ընտանիքի մի անդամն է միայն աշխատանքային միգրանտ ապա երբ նա կնքում է աշխատանքային պայմանագիր եւ իր պայմանագրի ժամկետով կարողանում է երկարացնել իր ռեգիստրացիան Ռուսաստանի Դաշնությունում այդ նույն պայմանագրի ժամկետով կարող է երկարացնել իր կնոջ եւ երեխաների կամ եթե կինն է աշխատող ամուսնու եւ երեխաների ռեգիստրացիան Ռուսաստանի Դաշնությունում նույն պայմանագրի ժամկետով։ Պարզապես հաշվի առեք, որ պայմանագրի աշխատավարձի տողում պետք է լինի տվյալ տարածքի պրաժիտочный մինիմումի չափով
գրված աշխատավարձ բազմապատկած ընտանիքի անդամների թվի չափով։ Օրինակ Մոսկվայում ենթադրենք դա կազմում է 26000 ռուբլի եւ 4 հոգանոց ընտանիքի դեպքում պետք է լինի 26000 անգամ 4, որpեսզի ինքը կարողանա երկարացնել տվյալ իր ընտանիքի անդամների ռեգիստրացիան։ Այսինքն այս բաներին հիմա շատ ավելի խիստ են նայելու, շատ ավելի ուշադիր են հետևելու։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս, որ անպայման ձեր փաստաթղթերը լինեն կարգին։ Այլապես բացի նրանից, որ ռուսերենի քննություն պետք է հանձնի երեխան, նույնիսկ եթե շեմը հաղթարի, բայց իր գրանցումը, իր ռեգիստրացիան ժամկետի մեջ չեղավ, համապատասխան փաստաթղթերը չեղան, ծնողներին էլ հետը կչեղարկեն ու բոլորին ուղղակի կարտաքսեն։ Շատ զգույշ է պետք լինել այս հարցում։ Տիկին Բեժանյան, այստեղ մի ճշտում։ Խոսքը բոլոր միգրանտներին է, չէ, վերաբերում ԵԱՏՄ երկրից կլինի, ոչ ԵԱՏՄ երկրի։ Կապ չունի, որ երկրից, բոլոր, անխտիր բոլոր։ Օրենքում չկա այդպիսի սահմանափակում, դրված է օտարերկրացիներ, վերջ։ Այսինքն դուք ԵԱՏՄ-ից եք, ոչ ԵԱՏՄ-ից եք, վիզայով ռեժիմից եք, առանց վիզային ռեժիմի երկրներից եք, նշանակություն չունի ինչ երկրից եք։ Դուք պետք է այդ քննությունը հանձնեք։ Հետաքրքիր է, եթե երկքաղաքացի է եւ Ռուսաստանի քաղաքացի է եւ օրինակ Հայաստանի քաղաքացի, այս պարագայում ինչ որ զիջում կա։ Սա վերաբերում է օտարերկրացիներին։ Եթե երեխան ունի երկքաղաքացիություն, իրենք այդ երեխայի երկրորդ քաղաքացիությունը չեն դիտարկում, նրան ընկալում են որպես իրենց պետության քաղաքացի։ Իրենց քաղաքացիների երեխաներին սա չի վերաբերում։ Սա վերաբերվում է նրանց, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, ունեն ՌԴ-ից տարբեր այլ քաղաքացիություն կամ չունեն ընդհանրապես որևէ քաղաքացիություն։